F-net-ն առաջարկում է կայուն ինտերնետ, խելացի դոմոֆոն, F-time ժամանցի հարթակ, անվտանգության համակարգեր։ Զանգահարիր 8988 կամ այցելիր fnet.am։ Խնդիրում եմ գնացի։ Ես միշտ դժվարությամբ եմ փայլիկները բռնում։ Հայկական տարբերակ պատարակաղով սուշի։ Այս տեքստուրան կա։ Դե մենք էլ մեկ-մեկ տենց շողով կերպոտ բաներ անում ենք ստից մի հատ տենց բան այն չենք անում, որ շատ դիտում բռնի։ Ինքը այսպես պետք է ասես բարձրացնա, էլի։ Լավ տապակած բան է։ Այս լեզոնապատումը, կլյարը։ Բայց դե եթե մի բան էլ չես կամ լավ անես մի արա։ Ճապոնացի խորարը հասավ Մեքսիկա։ Այո, բայց դաժե ջրի չկա մեջ։ Չէ, շատ լավն է։ Prime Sushi ապրեք, այս նորություններ, հետաքրքիր էր։ Ողջույն, Արարատի եթերում կրկին թեստի հաղորդումն է։ Այսօր իմ հյուրն է Արման Ղազարյան, ողջույն Արման ջան։ Ողջույն Լևոն ջան։ Ուրախ եմ, որ չես մերժել եկել ես ինձ հյուր։ Այսօր պատիվա շնորհակալություն։ Այսօր իրար հետ համով բաներ ենք ուտելու։ Փորձենք։ Արմանը զբաղվում է Դուբայում տների ներդրումային ծրագրով, արկ, վաճառք, on-line հարթակներում շատ ակտիվ է։ Հովշում sense շատ բազմազան զարգացումներով տղա է Արմանը։ Արմանին լիք հարցերով կարող ենք դիմենք, ես ոնց հասկացա, Արման ջան, այսօր հետարքիր ձևով եմ, չգիտեմ ոնց ներկայացնեմ, որովհետև տարբեր հետարքիր թեմաների մեջ ոլորտում Արմանը իր ներդրումը ունի արած։ Կարաս Նշանակ հենց հիմա հենց կակրազ այդ մեծ ներդրումներից ենք անում, այսինքն Դուբայից իմ թմով 27 հոգով եկել ենք Հայաստան, բոլորն էլ տեղյակ են վերջի իրադարձություններից Դուբայի, շատ մարդիկ պայմաններից ելնելով տարբեր երկրներ են գնացել բելի աշխատելու իրենց ոլորտում մեկը միտեղ, մենք միանշանակ ես իմ թմով եկել ենք Հայաստան, թմիցս ընդամենը 4 հոգի ենք հայ, մնացածը օտարազգեր, թմի անդամներից, այսինքն այդ 27 հոգու մեջ մտնում են media production team-ը, project manager, PR manager, administratorներ, բայց 12 հոգին ակտիվ սոց ցանցերում, այսինքն մենք թմով ենք ակտիվ սոց ցանցերում, 12 հոգին էլ իրանց հերթին ամեն մեկը մեծ ինֆլուենսեր է սոց ցանցերում, ընդհանուր թմով 25 թվականին միլիարդ ու կեսի չափ դիտում ենք ունեցել։ Հիմա մենք էլ որոշեցինք իհարկե, եթե արդեն ստիպված ենք այս րոպե ինչ-որ ժամանակով Դուբայից դուրս գալու, ինչ ուրիշ տեղ, եթե ոչ մեր երկիր, զբաղվում ենք Հայաստանում նույն մեր գործունեությամբ, անշարժ գույքի հետ կապված որոշ էքսկլյուզիվ պրոյեկտներով, ծաղկաձորում, բայց առիթից օգտվելով, քանի որ մեր ինֆլուենսը շատ մեծ է սոցցանցերում, ավելի շատ ֆորմատը մեր վիդեոների կհետևեք, կնայեք Հայաստանի մասին է, ներկայացնում ենք Հայաստան աշխարհին, 10 օրում արդեն 26 միլիոն մոտավորապես դիտում ենք ունեցել Հայաստանից։ Թվերի մասին է խոսքերը գնում։ Հայաստանից արդեն 26 միլիոն դիտում ենք ունեցել, որը անմիջապես ներկայացնում է Հայաստանը իր տեսարժան վայրերով, իր հետաքրքրություններով եւ ամենակարևորը ներդրումային պրոյեկտներով, որը թույլ կտա Հայաստան ներգրավել դրսից, այսինքն թե ներդրողներ, թե ընդհանրապես հետաքրքրություն Հայաստան գալու։ Միլիոններից որ խոսում ես, իսկ Դուբայում տները միլիոններ։ Էլի միլիոններից է։ Միլիոններից է։ Այս վերջերս տուն էքսպո է գնացել։ Ոչ եմ տուն բնականն էի նայում տենց գնելու նպատակով։ Նայում եմ ուրեմն Երևանի կենտրոնում տենց տարածքը չնշեմ, որ գովազդել տենց մեծ չլինի։ Երկու սենյականոց բնակարանը գալիս էր մոտավորապես $230,000։ Մի քանի տաղավար ենքով Դուբայում էին տուն ինձ առաջարկեցին, չգիտեին որտեղն է, $200,000։ Դե այդ հարաբերականը 200,000 չէ։ Այդ 200 հենց այդ կակրած ուզում ասեմ հակառակն է, Դուբայ 200,000-անոց տուն, այդ տենց սենց այն լուսկու պաչկայա տուփա էլի։ Ինքը տենց եսի մինչ տուն չի, հա, Դուբայա թանգոտի բան, բայց մենք հիմա կակրած դրա վրա ենք աշխատում մեր պրոյեկտով, այդ որ ասում 26 միլիոն դիտում ունենք 10 օրում, այդ դիտումները դրսից է ամբողջ, այսինքն Հայաստանի դրա երևի 2% կազմի այդ դիտումների, այսինքն մենք դրսին հենց այդ ենք ցույց տալիս, որ հակառակ Հայաստանում, օրինակ հիմա պրոյեկտը, որ մենք Ծաղկաձորում ենք վաճառում, ինքը հյուրանոցային բրենդի տակ է, սպասարկում ամեն հյուրանոցային Նաև հետագա վարձակալություն բան ու ամենալավ մասում է գտնվում որպես տենց ռեզորտ $200,000-205,000 է երկու սենյականոց տունը կահավորված ամեն ինչով Ինչ վատ է ձմեռը գնում ես որ Ինչի ոչ մենակ ձմեռ ամառը գնում ես հետարքիրա Չէ դե իմաստը բացի դրանից փող է բերում այս ներդրում ես անում փող աշխատած վարձով է տալիս հյուրանոցային բրենդա հիմա մենք հենց այդ ենք ցույց տալի որ ավելի լավ է $200,000 Հայաստանում տենց լավ բան առնես երկու սենյականոց կարող ես քանց թե $200,000 Դուբայում մի հատ ստուդիա է փոքր Ես օրինակ չգիտեի չափերը ոնց Դուբայի իր ուրիշ տեղերն ունի որ այսքան փող ես կարող դրանով աշխատես պերսպեկտիվան մեծ է բայց հիմա առիթից օգտվելով քանի որ դուրս եկանք այդ տուփի մեջից ու նայում ենք արդեն կողքերը ինչ կա ինչի՞ չէ մեր
նույն Ծաղկաձորը։ Բայց միջազգային մեր Հայաստանում էլ է զարգացումը շատ մեծ է ապրում։ Այսինքն այդ վայրերը մեր իրանք շատ ողջունելի են դրսի ժողովրդի համար։ Մենք ունենք, մենք չենք գնահատում, մի քիչ շատ բարձր են ինչ ունենք, բայց մենք այն օրը այդ մեր մատերիալները որ սարքում ենք ներկայացնում ենք մարդիկ զարմացած մը զանգում են Ծաղկաձորը մնում որտեղ է, այս ինչա, այսքան Եղևնիներ, սենց սարեր, սենց բաներ ու $200,000 ընդհանրապես տուն առնում է, չէ, որը կարա իրան փող բերի։ Որը բնականաբար ամսական մոտավոր կտրվածքով մի բացահայտեք Հայաստանը, նաև ուտելիքի սնունդի, էդ էլ մի մասն է, որ ակտիվ ցույց ենք տալիս, որ Հայաստանում ինչ հետարքի ուտելիքներ կա։ Բայց այսքան Դուբայից խոսացինք, բայց այսօր մի շատ հետարքի տեղից եմ ուտելիք պատվիրել, այսօր գնում ենք տենց չինականա, ասիականա, ճապոնականա տենց վիճակներ։ Հայաստանի Դուբայի հետ կապ չունենք բացել։ Չէ, այսօր ուզում եմ պատվել եմ սուշի, ոգեր, սենց պատմություններ ունենք։ Ընթացքային կարող ես պատմել։ Այսօր պատվերը ես գրանցել եմ նորաբաց Prime Sushi-ից։ Ինձ խորհուրդ են տվել, մտա էջնայեցի, հասկացա, որ շատ տենց ակտիվ էջել է, հետարքի տեսականի ունի, շատ գովացին, դրա համար որոշել եմ այսօր Prime Sushi-ից պատվիրել։ Փորձենք տեսնենք։ Մեր պատվերը գնացած է, ինձ ասել են, որ մոտավորապես մի 5-10 րոպեից պետք է արդեն առաքիչը մոտենա։ Սպասենք մեր պատվերին, ընթացքում ինչ եմ առաջարկում, Արմեն ջան, առաջարկում եմ, եթե ինչ-որ բան ունես մասնագիտական ներկայացնելու մեր դիտողին։ Արի մասնագիտական չէ, ես սուշիից պատմեմ։ Օրինակ ամեն մարդու կյանքում սուշի հետ կապված պատմություն կա, հնարավոր չի չլինի, որտեվ այդ ոնց ասեմ, եթե ավանդական հայկական ուտեստ վերցնենք ու խոսանք ճապոնացու հետ, հաստատ իր կյանքում պատմություն կլինի, որ Ճապոնիայում հայտնի լիներ հայկական ինչ-որ, չգիտեմ, կանաչ թփով տոլման։ Իրանք իրանց ձև կզարմանեն, կասեն, այս ինչ ձևի սուշի է, չէ։ Ուրեմն դե սուշին բոլորն էլ գիտեն վերջի մոտավորապես մի 15-20 տարվա մեր մոտ սկսել հայտնվել։ Ես 15 տարի ես ոլորտում եմ, 15 տարի առաջ Երևանի ռեստորանից մեկում։ Առաջի սուշիներից մեկը Հայաստանում եղել է 2003-2 Ես 10 թվից եմ։ Ահա, ես 2003-4 թվերին արդեն մի տեղ կամ երկու տեղ Հայաստանում կար, չեմ հիշում, կարծեմ Բաղրամյանի վրա այն սամուրայները առաջ տեղը, որ սուշի էր, էդ էլ տենց դե հայերով ասում ենք մենք գնանք սուշի ուտենք, ախորժակներից բացվի գնանք հաց ուտենք։ Տենց էր այդ սուշին, մեր համար տենց անբարակյատ ուտելիք էր էլի։ Ու դրանով ամեն մարդու կյանքում ինձ թվում է սուշի հետ կապված պատմություն կա, որ զարմանում են, էս ինչ էր, էս ուտելիքի տեսակը բանը չէ, ասենք առիթելի փորձես էս հումձուկ ուտել մեր համար էդի գոզար բրեզով փլաֆախին փաթաթ։ Ուրեմն 2000 թվին գնացել եմ Միացյալ Նահանգներ սովորելու 2001 թիվներ երևի թե 2 չեմ հիշում արդեն տենց մի տարի երևի անցել էր դեր նայում ես լսում ես անընդհատ կողքեդ սուշի բայց այդ սուշին էլ նայում ես շորան հասկանալի հում ձկով բրնձով մի հատ ցենց բուրմա չես հասկանում ինչա այն որ ուզում ես փորձես բայց ռիշ չես անում այդ հում ձկի համար մենք էլ սովոր չենք դե տենց բաների համատեղ ուսմանս աշխատում էի այս մեր գործի տեղը համասարանը գործը շատ լավ թաղամասում էր քաղաքի տենց ամենաբարձր էլիտար թաղամասերից մեկում էր որ դե ամեն ինչը կրկնակի երրակի թանկ է հենց դիմացի մի հատ ճապոնական ռեստորան կար դե ինչ ենք 20 տարեկան 21 տարեկան երեխեք ենք նայում էինք ասում էին էս դե ամենաճանաչված սուշի տեղն է ճապոնական գները աննորմալ ասենք կարող եք օքով մտել սուշի ուտելու մի $1,000-ից ավել հաշիվ գար բան տենց ջայլ ենք նոր ենք աշխատում ասում ենք դե լավ մի օր ոտներս Մենակ ընկնի էլի դե հասկանանք այդ ինչ է այդ սուշին ոսկուց որ սարքում են տենց վերջը շատ տենց կարճ ժամանակ հետո իմ կուրսից տեղ Ամերիկայում մի հատ աղջիկ կար Մալազիայից էր եթե չեմ սխալվում հենց բավականին բարձր բան ստատուսով ընտանիքից ծնունդներ ասես տենց ծնունդս քիչ մարդը մնավերում մի 15 հոգով ենք ուշում գաս ծնունդիս հրավիրեց ինձի ասի որտեղ այդ ռեստորանի անունը տվեց այդ սուշի այդ ճապոնական որտեղ ամեն օր գործից նայում ենք ասում ենք դրա մի օր կընկնենք էլի ստե հա դե ասենք այդ ժամանակ կարող մեր ամսական աշխատավարձելն էր $1,600 կամ $1,800 դե չենք կրա գնանք 1000-ի սուշի ուտենք բայց հետո ինչ անենք տենց եկանք բանը ծնունդին արդեն կարճ մի քիչ պատմեմ երկար բան չեմ եկանք ծնունդին պարզվեց ծնունդին մենակ ես էի ոչ ազիատ մնացածը սա ազիատներին էր մենակ կուրսից կանչեմ անդե մեկը ճապոնացի մեկը ֆիլիպին մեկը բայց ազիատներով ենք ախպեր մեզ սեղանին բերում են տենց այդ նավերով, տարբեր բլյուդներով մենակ սուշի է գալիս, դե հələ սովոր չենք էլի, որ մի հատ ասեմ, շատ այդ հումձկից սեղան, ասում եմ, պիտի ուտեմ թե չուտեմ, արժի, բայց փորձեմ թե չուտեմ, սաղով էս 14 հոգով համոզում են ինձ, որ այդ սուշի տենց եմ ուտել, իրանք էլ բան են խմում այդ ճապոնական ռեստորանում, այդ իրանք սակեմ, հա, օղիա, գինիա, չես հասկանում, չէ՞։ Ասել դա տվեք մի երկու բաժակ խմեմ, կարող է արդեն բաներից բացվի էլի, ճայել ուժես տեղը խմելու հետ խնդիր չունենք այդ ժամանակ բան
է։ Մի երկու հատ փորձել նիպրիատնի հետ էլ անսովոր բան է, տակ չայ է խմում, ալկոհոլնի չայ։ Ասի ամեն ինչին համաձայն է որ նո դե վատ են զգում իրանք ոնց որ ես միակ ոչ ազատն եմ մեջները, բայց չեմ օգտվում։ Ասում եմ կլինի ես իմ ձևով էլ մի քիչ մեր սեղանը հայկականացնեմ, ասին համաս չասին մի շիշ մի հատ նորմալ Հողի բերեք, տենց իրանք տակ հողին, ես մեր սառը հողին, այդ սուշին մի անգամից դառավ են թթու վարունգի նման զակուսկի։ Արդեն երրորդ բաժակից հետո, ով երում նայում էսի ինչա, շոտը գցում էինք, ձեռով սուշին վեկալում գցում էինք, ասում էին համով ասում ենք զակուսկի էլի։ Ու տենց դրանից հետո ոնց որ դե ոնց որ առաջի փորձը եղավ այն ամենալավ տեղում քաղաքի, ամենաթանկ սուշի։ Մոտարապես ասեմ որ պատկասնից այդ վերջում այդ մեր հավաքույթի, այսինքն 15 հոգանոց սուշի պարտին, ու ինձ շատ հետաքրքիր էր էլի, կակրաս որ վերեցին, սենց աշկս գցեցի, $18000 հաշիվ փակեցին։ 2003 թվին $18000 Հայաստան։ Մենակ սուշի համար։ Հայաստան տուն կար։ Էդ էլ սուշի էր, խաշլամա չկար, բան չկար, տենց, հա, այդ ժամանակ կենտրոնում $12000-ով 3 սենյականից տուն կառներ։ Ու տենց զարմացած որ առաջի փորձը մեր սուշին, նենց թանկ սուշի էր, որ $18000-ով Արմանը ուրեմն $18000-անոց սուշի սեղանին Արմանը ներկա է գտնվել։ Մեր օպերատորի միջալից մեզ հուշում է, որ մեր սուշին էլ հասավ։ հա, բան, բերեք, փորձենք։ Տվեք մեր սուշին։ Մեր 18000 դրամանոց սուշին հաստատ ավելի լավն է լինելու։ Սուշի համար վճարել եմ, լավ, հեսա տան հետո ասեմ ինչքան եմ վճարել։ Բերեցին։ Այս մեր prime sushi-ն։ Ես ուրեմն ինչ եմ անում մեր հաղորդման ընթացքում Արման ջան, ամեն ինչին ուշադրություն եմ դարձնում, սկսած մարքեթինգից, վերջացրած համով, հոտով, որակով։ Իմ համար առաջի հայացքից ներկայացումը իմ համար ընդունելի է, որ տուփերի տոպրակների վրա բրենդավորած է տոպրակները, այսինքն սա ծախս է, խնայում չի արվել, սովորական տես տոպրակ չեն առել տես փեթակից ու դնեն մեջը։ Ես տեղ պիցա էլ եմ պատվի, իրենք պիցա էլ ունեին, նույնիսկ տես դու պիցայի տուփի վրա էլ է իրաց Prime Pizza։ Instagram-յան, Facebook-յան էջերն է, հերոսի համարը։ Հա, իմիջայլոց էդ էլ ասեմ, առաքումը անվճար է իրաց մոտ Երևանում։ Այմած սասից բացենք, դատարկենք։ Եթե խոսում ենք, շատ ճիշտ լուծում արած այդ QR կոդերը, օրինակ սա արդեն հին բանա մարդիկ տենց գրելով չեն գալիս։ Բայց դաժե հին մարդկանց համար է։ Բայց QR կոդը շատ ժամանակակից ու լավ լուծում է, այդ շատ արժե միակ հուշումը Prime Sushi-ն ու բոլոր Հայաստանի ծնունդի ոլորտում կապված օպերատորներին, օրինակ այս մի սխալն է, որ մեր մոտ Հայաստանում շատ պոպուլյարն է ստեյպլերը։ Ստեյպլերների մասին ես ծնունդի մեջ սա չի թույլատրվում ստեյպլերների մասին մեր բոլոր աշխարհը համար օգտագործում է կամ նակլեկա իրանց բրենդով կամ պրոստը սպիտակ թեյ չի կարելի ստեյպլերը ծնունդի մեջ օգտագործել։ Ժամանակ ասում եմ բոլոր հաղորդումների ինձ արդեն նույնիսկ մի տեղից որ պատվիրնեի չեմ ուզում շեշտեմ որտեղից էլի այդտեղից հետո իմ հետ կապվեցին ասին ընկեր բայց գիտես չէ պրակտիկանտներ դրել մենք չէինք ասում եմ եղբայր ես չեմ քննադատում ես պրոստը ուզում եմ խորտ տամ ընդունեք ստեղծենք մեր Հայաստանում էլ լավ ունենանք ինչի ասեն բա դուսը տենց էր ստեղծեն դե սպասի լավ արի մի հատ բան եմ առաջարկում մի հատ բան փորձենք եթե լավ եղավ, այս անակնկալը տանում եմ ես հետս, եթե չէ, թողում ենք մնա, թե բացենք։ Չբացենք, բացվերի կեսը մեջն է։ Դե լավ, բացենք։ Դրա համար եմ ասում, բաց էդ դու բաց։ Օր ջանը ստեյպլերներից հեռու մնացեք։ Տակ։ Գնաց, տակ, ինչքան էլ բան են այդտեղ։ Ոգևորող է։ Դատարկենք դրանք ինչեր են դրել, ստեղես կան։ Այս լավ լուծում է, օրինակ նայ շատ տեղեր չեն հասել դեռ այս մակարդակին, սա բավականին բարձր լուծում է, Prime Sushi, ձեզ սրա համար արդեն մեծ կրեդիտ։ Չէ, այդտեղ նայ, օրինակ դες գիտես, չէ, ես այնքան ինձ տեղերից մեր պատվերների ժամանակ սպաս չէին ուղարկել, ես մեր հովանավորին դիմեցի, որ իմ համար սպաս կառնի, որտեվ տենց արդեն հոգտել էի, ուտելիքը գալիս էր, մեջը ոչ մի բան չկար։ Այսինքն ձեռով հաղորդում ունեցա, որ ձեռով կողմ ստիպված կերել։ Իմիջիատ մեր հովանավորին ծանոթ է Safnet-ին։ Վայ, չի նկատել մեր բաժակների վրա, իհարկե, ոնց չէ, Fnet-ը ձեր հովանավորն է։ Fnet-ը մեր գլխավոր հովանավորն է։ Մենք մեծ զուգադիպություն ունենք փաստորեն։ Կիրակի օրը պատմություն եմ նորից պատմում, Կիրակի օրը դե պլյուս տոներ, պլյուս սենց սաղ Եվրոպան եկել էր Հայաստան, օթերը փակել էին, թռչունները չէին թռնում։ Մենք մեր 25 հոգանոց թմով ընկած տեղ ենք ման գալիս, որովհետև մի քանի ժամ տրեյնինգ անենք ու հանդիպում տենց էլի թմով։ Մի քանի գործնական process-ների մեր պարտներները ում այդտեղ աշխատում ենք, դե բնականաբար էլի նորից կազմակերպություններ են, մեծ են, բայց տենց մի-շոր սենց դիսցիպլինայից ելնելով իրանց դե Կիրակյա պլյուս տոնա պլյուս ժողովուրդը ստեղ չեն, չգիտեմ պահակը ծով ամյուսնուսա, հա, մեզ էլ մեծ կոնֆերանս ռում ապետենց չենք կարա, հիմա տես որտեղից է սենց երկրագունդը կլոր գալիս իրար միանում, մենք Fnet-ից ստացանք
այդ օգնությունը Fnet-ը մեզ տրամադրեց մեր ստորիներում կա որ մտնեք նայեք կտեսնեք Կիրակի օրը Fnet-ը մեզ տրամադրեց իր conference room-ներից մեկը ավելին ասեմ բացեցին գրասենյակը Կիրակի օրով եկանք երեկոյան Տենում եք ինչ հովանավոր ունեմ հետո էլ ասում եք փաստորեն մենակ ես չեմ գովում 3 ժամ մեր ժողով են կարել ընդեղ Փաստորեն մենակ ես Ձեր հովանավորը մեր հովանավորն Ձեր հովանավորից մեր հովանավորին Փաստորեն մեր հովանավորը մենակ մեր հովանավորին մենակ ես չեմ գովում Արմանն էլ է գովում դեն մեկ Կիրակի օրով բացել է օֆիսը Մենք լավ ասացինք ինձ թվաց էսի լսում ես մեկ կենաց ասենք սոլոր լացրեցի Մենք Fnet-ի կենաց Fnet-ը շատ լավն է ես շատ եմ սիրում Ասում եմ սպասք չունեի դիմեցի ասեցի արգելի հովանավոր ես սպասք չունեմ ասես չունես կունենաս Քեզ հովանավորին ես Fnet-ին շուտվանից գիտեմ Fnet-ը շատ մեծ կյանքի պատմություն ունի որպես կազմակերպություն դե բնական է այսօրվա շուկայում բավական մեծ դեր է զբաղացնում հաճախորդները ծառայությունների համար են միանում Մենակ են որ ինքը ունի բայց որ մի քիչ իրանք հետ նային գնան Fnet-ի պատմության մեջ կտեսնեն թե ինչ իրոք կյանքի պատմությունը կազմակերպությունը cloud-ային սերվեր այդ արդեն իմ համար գիտես ինչ օքեա լավ բայց չշեղվենք թեմայից մեր հովանավորին չենք անտեսում բայց նա ես sense համ խոսում էի համ դասավորում ոնց նայում ամեն ինչ ուղարկել են վաու ու ամեն ինչ նայ բրենդավորած է բոլոր տեղերում կա Այդ մի քիչ ասեմ քեզ հենց մեկ մեր մոտի բիզնեսների սխալն է որ սա օրինակ անիմաց ծախս այդ տուփի վրա այդ բրենդավորումը այսինքն իր մեծ տեղերում իր բրենդը գոյություն ունի այսինքն բայց իրանց հաճելի է բայց այսինքն իմ համար գիտես բրենդավորումը ինչ է ամեն ինչի վրա իմ համար էլի դա իմ սուբյեկտիվն է ամեն ինչի վրա պետք է լինի ինչի լինի որտեվ Դաժե էս հետո երբ որ գցում ես աղբը կամ ինչ որ միտեղ հայտնվում է ինքը մեկը աչքա ցակում էլի բռնում է Կարա դասնի բայց կարա նաև այդ նույն ծախսի դիմաց ավելի մի քանի հետաքրքիր բան առաջանա բաբոն Դե նոր են բայց շատ ակտիվ են իմիջիալից շատ Այս գիտես որ պատմությունն է որ մտնում է սաղ տեղերը սեղանի դրած է սաֆետ կեքը իրանց բրենդավորումը որը вообще նոսենս է Ես այդ համաձայն եմ Բայց բանը տենց կարող է բեկել նայես այդ կաֆե զուգանը հələ միջև մա կոպեկով այսինքն ուզածեմ այդ բաներ կա որ մի քիչ անիմաստ է բրենդեջան ժողովուրդ օպերատորներ մի շատ դից անիմաստ բաներին ծախսարեք Սա էլ ենք բացում Լևոն Հա ուզում եմ բայց պիցան սկսենք չսարի Դե ասա ինչ ենք անում փորձում ենք Այո Դե քո արդար ձեռքով մի հատ տուր Այսինքն ուզում եմ անեմ իմիջիալից իրանք ունեն բացի սուշի բաներից նայեցի տենց ոկ եմ հենց կակրած պատվիրել հեսա պատվերը կնայեմ հեսա ասեմ ինչքան եմ վճարել եմ 23300 դրամ 23300 հա այս ամեն ինչի համար առաքումը անվճար է պիցան արժի 3100 դրամ ֆիլադելֆիա կլասիկա 3900 դրամ կալիֆոռնիա կրաբ 2900 դրամ կիտուննա 32 շրիմպ ավոկադո 32 սուշի տակո 34 նայ սենց ինչի եմ անում մի $60 հա բայց ես ինչի համար կարդացի գները, որովհետև ինքը նոր է բացված, այն բուխլյոժները առաջ չի էլի, սկզբից էժան դնենք, հետո թանկացնենք, ինքը ոնց որ լավ էլ։ Այսինքն մի $60 է այս ամեն ինչը կազմել։ Հələ մի րոպե։ Ժողովուրդ եկեք ապրեք Հայաստան, Դուբայում այս ամեն ինչը լինելու է $200։ $200։ Так, արի մեր պիցայից։ Ինչ անենք, պիցայից սկսենք։ Բա ինչ ենք անում, ուտում ենք, սկսում ենք ասել ինչն է։ Ուտում ենք, տեղում գնահատում ենք իրանց, հետո վերջում ընդհանուր ենք ասելու։ Այս պիցայի հետ կապված հետո կնայես Լևոն մի հատ վիդեո ունեմ Instagram-ում։ Դե մենք էլ մեկ-մեկ տենց ժողովուրդ կեղտոտ բաներ անում ենք սատից մի հատ տենց բան այն չենք անում, որ շատ դիտում բռնի։ Դե Դուբայում այդ Բուրջ Խալիֆայի դիմաց ֆոնտանների մոտ նստած ռեստորանում պիցան սենց խոսալով նկարահանվում եմ ու սենց լուրջ պիցան դանակ պատարակով ուտում եմ։ Երբ Իտալիայի կեսը, տենց աշխարհիկը մյուս կեսը կոմենտներում այնքան են գրել ո՞վ է պիցան պատարակ Բայց այդ հենց այդ տրյուկներ էլի որ վերեց իմ համար հետարքիր է խմորն էլ հետը հարմ է Այս պիցայի ամենակարևոր բանը էս մեկը որ ունտել դե դու քեզ չսովորացնեն քեզ երևի մոտավորապես մի 7 տարի 6 տարի հաստատ գիտեմ լավ տեղերում աշխատելու ժամանակվարից ուժեղ ձեռագրերից որ նորամուծություններ էր դնում քաղաքում բայց այսքան օգտագործողի տեսանկյունից եմ ասում, դե պիցան միշտ ուզում ես զգաս առաջի բանը սոուսը, պանիրը, համիրը ոնց է, դե այդ խմորն էլ Ես խմորը ասում եմ, իմ համար ես ոնց ասում եմ, ինքը խմորն էլ պետքա բնենց մի քիչ նեյտրալ համ ունենա, որ դու այդ խմորի վրա զգաս մնացած բաների համը։ Համաձայն եմ, ես զգացի օրինակ։ Ինձ թվում է այդ բալանս ամեն ինչի պահածել մի քիչ էս դե արդեն տեսակից է կախված ինչով ես պատվիրում, երևի էս բեկոն բաներ, այդ իր ավելի համի Դե մի քիչ սառել է, բայց ես չեմ խոսում սառել մասին, քանի որ ես ինքս վարորդ լինելով Երևանի խցանումների մեջ
Ընդհանրապես չեմ կարող մեղադրեմ։ Ինչքան է հիմա փորձեն իրանք տակ, չգիտեմ, ֆոլգա, փաթաթ մեկը ասեմ, մենք պիցան մեկ-մեկ պատմում ենք, գնա դու թողում ենք դառնանում, հետո ենք ուտում սառը համով պիցային նման։ Ես սառը ուտելիք չեմ կարող ուտեմ։ Իմ համար ես օրինակ նայում եմ խմորին, հեսա սենց անենք։ Ինքը այսպես պետք է սենց բարձրանա, էլի։ Չէ, խմորը շատ լավն է, այն որ պիցային կակրած իրա վրի փափուկ բաներ հետ, հետո ուզում ես սենց այդ Հետո քարի վրա խրուստը լինի, չէ, մի քիչ ու հետո պիցա մի քիչ սիրողը հասկանում է, այսի քարի վրայի պիցա է, թե բանը, թավաների պիցայից է, յուղոտ տակը, ուռած խմորով, չոտկով քսած։ չենք ուզում անուններ տան, բայց օրինակ ճանաչված պիցերիաներից, որ ասենք պիցան դարել է, մեգրելական խաչապուրի, ասենք պիցան բերում, այսքան խմորով տակ ուռած, այդ պիցայի իմաստը կորցնում է։ Ինձ դուր եկավ, ես իրան գնահատում եմ 10-ից 10 իրականում։ Անկեղծ։ Քո կարծիքներն եմ ուզում հաշվի առնել պարտադիր։ Չէ, մեր հաղորդումը լրիվ անկեղծ կարծիքների վրա։ 10-ից 10 ես չեմ գնահատի, որտեղ թողենք աճեն, այսինքն որ բիզնեսին 10-ից 10 գնահատեցինք, էլ տեղ չեն ունենալու աճելու, շատ համով է, շատ լավն է, բայց եկեք գնահատենք 8, որ այն 10-ին հələ տեղ կա էլի բարձրանալու, այդ էլ իրանք կզարմացնեն մեզ ինչով, չգիտենք։ Համի առումով 10 է, բայց հասկացա, բայց վերջում էլ ընդհանուր price ուշիներ են գնահատել։ Չէ, ընդհանուր կհասնենք, բայց պիցայի առումով շատ լավն է ժողովուրդ, համերը ճիշտ է, բայց տեղ թողենք, որ ավելի էլի զարգանա։ Անցնենք տակերին։ Բայց ես գիտես, չէ՞, միջև էս տակը լցնեմ կապսեի մեջ, մի հատ արդար քայլ եմ ուզում անեմ։ Դավայ։ Ոնց տելում ես այնտեղ իմ երեխին է նստած։ Ինքը նայում է իր ամենասիրած բանն է։ Հա, բա դեռ ես էլ եմ զարմանում երեխուն, ինչի չեն կանչում, հլա արի մի հատ։ Նենց համով է ժողովուրդ դնայք, որ առանց մտածելու երեխուն ենք արդեն տալիս, չէ՞ որ ասում երեխուն տես բան։ Դե մի հատ արի տեսնենք հլը բալես։ Քեզ այսօր Լևոնը բանա, ֆորմատից դուրս է, ընտանեկան նկարահանման մեջ է, հլը։ Այսօր տեղեսել այ մեկ։ Վերցրա, ահա, դե նստին դեղ հանգիստ կեր, papan նկարահանվի, Լևոն էլ մարդ չկա եկած հետո։ Հաստատ։ Բայ, տենց է։ Դե փորձ աշխատանքը։ Ճիշտ է, բա դրանից լավ բան։ Հիմա եղան մեծանալու է, հիշի, սովորի, ասի papan այն ժամանակ որ նկարահանվում էր, ինձ էլ էր տանում, գիտես իր համար ինչ կարևոր է շոուսները։ Ես papan ինձ էլ է տարել։ Մի հատ շատ բայց դրեցինք լավ, всё։ Ես ճիշտն ասած, այս վոկերի վրա բան ունեմ, թուլություն ունեմ մի քիչ, որ անկեղծ ասեմ։ Ես իրան ուտում եմ իմ ձևով, քանի որ դու Այստեղ էլի 10-ին ենք մոտիկ անում, որտեղ վոկերի կարևոր բաներից մեկն է, որ տակը յուղասենս չհավաքվի, ջուր չկապի տակը։ Իսկ իմ համար չոր։ Տես դու մոտենում ես դրա, ես մսի եփվածությունը։ Դե կարաս հիմա վոկ պատվիրես առանց մսի, չէ՞։ Հնարավոր է, դե ուզում ասեմ, բայց մեջ այնքան յուղ լինի լծրած, որ տենց ուտում ես մեկը զգում ես ձեթի վոկեր։ Բայց հիմա այս միսը բանա, փափուկ է շատ։ Շատ համով է, այս լապշայի դե կարևորը սրա համերն է, ճիշտ լինի, բերեվարին չլինի։ Լղկած չլինի։ Լղկած էլի, հա, այդ առումով ընտիրա։ Քաղցր բան բալանսը լավ պահած է։ Prime sushi Ոնց որ prime sushi-ն այստեղ սկսեց զարմացնես։ Նայ, մեկ-մեկ զարմանում ես էլի, դե հիմա sushi, այդ խոհանոցի ֆորմատ բան, բայց պիցան նենց բանա դե բոլորի մոտ ընդունված է ինքը տենց սպրոս ունեցող, պահանջ ունեցող բանա անում են, բայց դրան համար պիցայով ոնց որ չէինք ուզում prime sushi-ին, դրա համար էլ 8 հասեցի, բայց հիմա prime sushi-ն իր ոնց որ արդեն ձեռագիրը սկսեց ցույց տալ այն աշխարհում, որտեղ նայ պետք է ասական իրար կապած չի, համը բալանսավորած է։ Հեսա միսն էլ փորձենք ասեմ։ Միսը իմ համար փափուկ էր։ Բայց դե միսն էլ գիտես, չէ՞։ Ես մեր հաղորդումներին, որ միս է լինում ուտելիքների մեջ, ասում եմ, ինչից է կապված, բացի որակից, կտրվածքից, մարինացումից, ոնց ես կտրտում։ Տաղ պետք է լավ լինի, որ փլուցել ինքը որակ տա, բայց այս կարևոր բաներից մեկը է ասիական խոհանոցի մսերից դե եթե սովորեցնում առավելևս փորձում ես, հենց այս է իր իմաստը, որ ինքը պետք է մի քիչ sense ձիգ լինի կտրելուց, բայց ծամելուց փափուկ, այսինքն ռեզինի նման չլինի, մասա, հենց տենց էր, այսինքն որ ձեռս տալը ձիգա, կորկեն կա, բայց մեջը sense նեժնի փափուկ, գնում է, դա ամենակարևոր բաներից մեկն է, որ իրանց Prime sushi գոլեգայս ուզում եմ ողջունեմ, չգիտեմ, չեմ կարող եմ ճանաչում, կարող եմ չեմ ճանաչում, բայց ողջուններ եմ ուղարկում։ Ողջուններ, հարգանքներ իրականում շատ շեֆ գոլեգա եւ շեֆի հետ աշխատող թիմ։ Ինչ որ այս բային ասում եմ ապրես, որտեվ հələ որ զարմացնում եք։ Ինչ էս էլ արի դե լավ դու գնահատի առաջինը։ Այս 10-ը հաստատ գնահատում եմ։ Այստեղ բան, որ ասում եմ, խոսքեր չկան։ Ես էլ եմ գնահատում։ Համերը ընտիր, միսը ճիշտ եղված, տակը յուղ չկա հավաքված։ Դե էս արդեն կլինի։ Որտեղ հաշվի առնենք, որ ճանապարհ է եկել։ Որոշ ճանապարհ եկել, գոլոր շացում չկա, որ չէ, բացում ես նշ ջրերը գնում աբան, այսինքն սա
Սաղ կրիտերիաներով 10-ը 10-ից 10 ստացան։ Так, ստեղ ունենք աղցան։ Կլասիկա է։ Հավով կեսար։ Ահա, այս էլ ճապոնական հավով կեսար։ Ճապոնական հավով։ Կեսարը հասավ Ճապոնիա։ Ճապոնիա։ Դեպի Հայաստանը լա եկել։ Բայց մի անգամ գնացել էի մի հատ ռեստորան։ Արի մոտիկ բան դու դիրք ես։ Ես։ Լավ, պասի։ Մի անգամ այդ ռեստորան էի գնացել Հայաստանում։ Ասցի, ես սիրում եմ իրականում այս աղցանը, անկեղծ ասեմ, ասցի։ Իսկ ինչու՞ է ձեր կեսարը տարբերվում, որ տենց ինչ որ բաներ գրած հիշեցի, հա։ Ասած որտեվ մերն է։ Բայց կհիշես Լևոն դու էլ ես շուտվանից էլի այս ոլորտն է սկզբից էլի որ դե ամեն ոնց որ ճաշատեսակ էլ իր էպոխան ունի որ դառնում է պոպուլյարնի նորագալի մի երկիր այս կեսարը ցեզարը որ sense ճանաչված սկսեց գալ դե մոնակ դրսից արդեն գիտենք փորձում ենք իր իմաստը իր սոուսներ այսինքն դրա համար էլ դա տենց իր ճանաչվածությունը իր սոուսի մեջ է բայց այդ որ նոր էր մտել մեր խոհարների իմպրովիզացիաները բան գարչիցայով ես իմ Բայց իրական սոուսներ էին սարքում բայց պատահական ստացված սալատ ենք։ Հա դե իր հենց ստացված է իր սոուսը Այնքը պատահական է, ես գիտեմ, ես եթե ճիշտ եմ հիշում, երկու եղբայր են եղել ռեստորանի տերը, փակվելու վրա եղել իրենց ռեստորանը, ու տենց բան չեն ունեցել ուտելու։ Շում հյուր է եկել, որ ունենց պետքա սպասարկեին իրենց բան չկար, սառնանը բացել են, ունեցել են մարոլ, ձու, հավի մսի կտորներ, պանիր, պարմեզան։ Դա չի կարա չլինի իրաց մոտ այդ բաները, ոնց որ մեր մոտ աղ չլինի։ Ես գիտեմ, որ տենց ինչ-որ երկու աղբեր խառնել են իրար ստացել են այդ սոուսը, սալաթը, այսով որ կերել է, ասել է, այս ինչ է, էլի, ու սկսել է ինչ-որ անընդհատ գովազդել բան սենց, ու այս սալաթի շնորհիվ իրենց ռեստորանը վերաբացվել սկսել է աշխատել։ Չգիտեմ պատմությունը ոնց եղել, երևի ուրեմն նետա պատմությունը, բայց մի հատ ինձ թվում է մեջբերում պետք է անեմ, չեմ կարող, որովհետև այս սալաթի իմաստը իր սոուսն է։ Այսինքն կարող է այդ քո ասած պատմության մեջ այն իրանք հենց կակրած խառնը մտածել են ոնց սոուս ստանան, որ գոնե այդ մարոլը համ ունենա։ Ուտեղից եկել է, որտեվ ես ճիշտ ասեմ, իմ ամենասիրած սալատներից մեկն է ու շատ տեղեր եմ եղել, դրսում եմ, որ սենց ճանաչված եղել հենց իր ցեզար սալատի համար։ Տեղ կար American Four Seasons-ում գնում ենք հատուկ ցեզար սալատ ուտելու, բերում էին հենց սենց սեղանի մոտ են իրանց ծելեշկեքի վրա, հավ բան չկար, այսինքն ցեզար սալատը կլասիկ, մենակ մարոլ, այս սուխարիները, մեկ էլ պարմեժան Պանիրը, հավ բան, կրիվետկա, բանը կրիվետկան, ցեզար մեջ բան, պոմիդոր բան, դրանք չկա, այսինքն իրան պետք է զգաս իր սոուսը, ու բերում են տենց տեղում հենց սոուսն էլ էին պատրաստում, դե ցեզարի սոուսի բաղադրությունը անչովիներն է, ձկները, դրանով է սկսում, այսինքն սաղմանը ու տեղում այդ ձկները լղջում էին, ձեթով խփում էին, բան էին անում, այս մնացածը դրում են ու այդ սոուսը լցնում են վրան, այսինքն իր իմաստը, որ հենց էդի փորձեր, ու դրանից հետո ցաղալ որ եկել դե այսինքն տենց տեղեր որ տել մենք տենց գովում են իրաց ցեզարը իրանց իմպրովիզացիանա, որ Ցեզար սալաթը գարչիցայով ու սխտորով ստացել են։ Բայց օրինակ դա սոուսից խոսեցինք, համ դու խոսացիր, ես կերա ընթացքում, ինձ դուր եկավ։ Ինձ ի սկզբանե ասեմ, ինչու դուր չի եկել, խորհուրդ կտամ փոփոխելու, այս լեզոնապատումը, կլյարը։ Ինձ օրինակ այս դուր չի եկել։ Հիմա անկեղծ ենք գնահատում, որ պրայմը մենք չենք չէ բադ բան ասում, անկեղծ ասում ենք, որ ավելի զարգանա։ Հիմա օրինակ ցեզար սալաթին չենք տալ, ես գնահատական շատ ցածր եմ տալիս։ Ինչի՞։ Իրանք աճելու տեղ ունեն։ Նայ, հիմա այստեղ դու դե պրոֆեսիոնալ ես, դու հեսա վրաս կհասկանաս իմ ասածները։ Այստեղ մեծ շատ սխալներ կան ինձ թվում է թույլ տված։ Այս սալաթի հենց իմաստներից մեկը իր այդ սոուսը որ զգաս եւ ամեն ինչ, այս տակի հատուկ տեսակի մարոլն է, որ ինքը պետք է խրուստյաշի լինի ու ձիգ, այսինքն Ողա դու ես ուզում ասես դրսի ռեստորաններում չէ, դրսի ռեստորաններում շատերում ես դաժե տեսել եմ, ոնց են պահում իր մարոլը, թարմ կտրտած է, չեն կտրում դանակ չի կպնում սրան, որտեվ տոքսիկացիա գնում, այսինքն ձերքով ջարդած, sense մեծ հիշեք ժողովուրդ ռեցեպտ եմ ձեզ տալիս մեծ վեդրոյով ջրի մեջ կամ բոճկի ջուրը դրած է սառնանում դե որ ապարոտը շատ է լինում չես հասցնի ամեն րոպե տես արկես այսինքն իրանք այս բանը ջարդում են մարոլները լցնում են այդ ջրի մեջ այսինքն այդ անընդհատ պատվերի վաղ իրենք մտնում են ջրի մեջ ցանում են մտքանում են դնում են ինքը համ ջուրա քաշում մեջը այդ սալաթը ինքը ջուրա քաշում են իր մեջքը խրխրթան է լինում ինքը միշտ այդ տրզած թարմ տես կանոն ուտելուց էլ է հաճելի հիմա այս մարոլի գախնիկն է այստեղ մենք ստացել ենք ինան արդեն որ գատովի պրոդուկտ բերե հասցրել են մեզ լղճած սպանախով այնպես լավ տապակած սպանախ ասեմ լղճվել այս սպանախի տապակած սպանախից էքստրա հա ասեմ դե մարոլը sense չպետք է ուտես էլի sense լղճած մարոլը պետք է sense ինքը ձիգ կրթա պլյուս միանշանակ եթե արդեն ընտրել են այս ֆորմատով հավը վրան դնեն նախ ինքը տակ հավը դրել են վրան փակե բերել են թուլացրել լղճել է իրան որը այս սալաթի մեջ ինձ թվում է երևի դու արդեն ավելի ճիշտ կասես որպես խորար այս կլյարով հավը ավելի նոր թաստեղ որտեղ կլյարը կորցնում է մյուս համերը այստեղ հասարակ գրիլի վրա հավը
Տես պարմեժանը կպե դարելա բան։ Այդ եմ ուզում էլի նայեմ։ Իստեղ դի պարմեժանը թարմ են իր համը զգացված։ Բայց դե Այս տակ կլյարով հավը փչացրել է այս սալատի։ բայց ես մի բան եմ հաշվի։ Բայց սոուսը լավն է օրինակ ասեմ։ Ինձ էլ է դուրս Համը սոուսի։ Բայց օրինակ ես միշտ ինչ եմ ասում էլի մեր գոլեգաներին, ասում եթե գիտեք որ մի հատ ինչ որ սալատ կամ ինչ որ ուտելիք սալատ խոսացինք սալատի։ Ինչ որ ուտելիք ենթակա չի առաքման, մի առաքեք։ Հիմա կարող ենք գնայինք օրինակ ինքը ես իմջած իրանք մենակ առաքում ունեն, բայց եթե ունենայինք տեղ որտեղ կարայինք նստեինք, կարող է գնանք այս սալատը ինչ որ բոմբ բան լինի ավելի։ Բայց դե եթե մի բան էլ չես կամ լավ անես մի արա։ Կամ գտի լավ լուծում։ Ես մի քիչ կողմնակի չեմ այդ մի արայի, ես ինքս բիզնես Կարող է այս վերջում ամենը ասենք։ Կարանք։ Արի իրան թողենք վերջում։ Всё, գնացինք առաջ, սալատը փորձեցինք, եկանք Լևոն ջան մյուսին։ Էս Ասած էս ով է Ճապոնիայից։ Էս իրանց տակոնա։ Սա արդեն իմպրովիզացիաներն են նորից, որ ճապոնացի խորարը հասավ Մեքսիկա։ Այո։ Դες երևի 0 պատի sense վերցնենք, ուտենք դրան ուրիշ տարբերակ չկա հələ դե։ Էս երևի իրանց տակոնա։ Ցույց տանք, բայց նայ շատ հետաքրքիր բան է հլես մեջի sense տեքստուրաների իր կառուցվածքը, ու ասեմ քեզ, էսի են ոնց էր կոչվում են մամորների նորի, այսինքն նորին տապակած այս ֆորման է ստացել։ Այսա շատ հետաքրքիր բան է։ Մնաց հասկանանք Մնաց հասկանանք համը ոնց է։ Համը ես կասեի շատ լավն է, տելնա դժվար, բայց համի առումով ժողովուրդ Բայց դժվար է։ դե sense մի քիչ Սպասի։ մեծ ածիկա էֆիրում հարմար չի, տունը հաստատ էս ավելի Դա ինչի մենակ հավեսը տոնը, ինչ որ տեղ պետք է այդեր հաշվի առնվի։ Բայց ես էլ իմպրովիզ եմ անում իրենց տակոյի։ Լսի, հիմա դե շատ ճանաչված է այս ֆորմատը, որ այս նորիներով փաթաթում են sense մեծ Դա շաուրմայի պես է։ Այդ եմ ասում, այդ են սարքում են շատ պոպուլյարն բանը, ինքը շատ համով ֆորմատա, ուստեղ այս էփած տարբերակովը նորությունների համար ճիշտ ասած, բայց շատ հետաքրքիր լավ համունի prime sushi։ Արմանը իր կարծիքն է ասում, ես այդտեղ Ես ձեզանից պատվիրելու եմ, ձեզ էլի մեջերում դրեմ։ Ես դե մա շատ հետաքրքիր բան նկատեցի։ Հիմա որ ես գծում ես, արդեն հասկանում ես, չէ՞ որ ինքը տապակած է։ Զգում ես, չէ՞ որ վատ ձեթի համ չի գալիս։ Չէ, բնական է, այդ եմ ասում, ինքը շատ թեթև դաժե, այս վրի կլիարնել տեն շատ չէ, էլի։ Ինքը զուտ երևի որ նորին չջարդվի, չէ՞։ Ու այս տեքստուրան, մի վարքյան, ունենց անեմ որ լսեն։ Այս տեքստուրան կա։ Չի փափկե։ Օրինակ դες հավը փափկել է։ Լղճվե, էլի։ Չէ, ընտիրեր, prime sushi ապրեք, այս նորություններ հետաքրքիր էր։ Ես լրիվ չեմ ուտում, որտեղ մենք սուշի ունենք։ Հիմա արդեն սկսում ենք մեր հյուրերին հավաքելուց ձեզնից պատվիրել, ձեզ խորհուրդ տալ։ Ես անկեղծ։ Ես եթե մի բան լավ լինում, ես իմ Ես էլ սիրում եմ Ես իմ տան անդամներին ասում եմ, կնոջս օրինակ ասում եմ, հա, ցավը տան, կարա սրանից պատվիրես ուտես։ Արխային կարաս ուտես։ Բայց տեղ ա եղել, որ ես անկեղծ թունավորվել եմ։ Չէ, ես սիրում եմ մի բանը լավն է լինում իրանց Հիմա լավներ տվեցինք երախոսել։ Դե մեր մի հատ է սուշիներ տենանք քանի կիլո է։ Ծանր է, չէ՞ երևում։ Հա, ես արժես նայ դրա համար ասում տենանք քանի կիլո է։ Հետաքրքիր է քանի կտոր է ու քանի կիլո է լինելու։ Մի վարքյան։ Տենանք բրինձն են շատ տվե թե ձուկը, հա դրա համար ենք կշռում։ Բայց հետաքրքիր է ինձ։ Բեր տեսնենք։ Կիլո 327 գրամ։ Կիլո 327 հանի տուփը, կիլո 300 մաքուր քաշ ունենք։ Կիլո 300։ Կիլո 300 ժողովուրդ, հիմա տենանք կիլո 300-ից, ինչքանն է ձուկը, ինչքան է բրինձը, բայց ոնց որ կիլոն ձուկն է, 300-ը բրինձը։ Սիրուն է ոնց որ։ Հա, շատ, հələ բայ կամերային Ցանենք, հա, մոտեցնենք տեսա խցիկն է նկարի։ Օպա։ երևում է։ Հլինչ։ Դե գիտես չէ, սուշի կարևոր բաներից մեկը Սիրուն է։ ինքը ոնց որ համարվում է սուշի մաստերի վարպետությունը, ինչքան սուշին սիրուն է արած, ինչքան սիրուն է կտրտած Հիմա ձուկը։ իմ համար սիրուն է։ Հիմա այստեղ ոնց որ ունենք արվեստի մեջի մարդ, որ սենց սիրուն դասավոր է գույներով Так, ես դրել մի է։ հատ բան ունեմ։ Խնդիր ունեմ։ Գնացի։ Ես միշտ դժվարությամբ եմ փայտիկները բռնում։ Հայկական տարբերակ պատարակաղով սուշի։ Այդ որ մենք ասում ենք, որ ասում ենք, խորովածը ձեռով են ուտում բանը։ Սուշիները ես։ Ճապոնացիները պատարակով են ասում սուշին փեդով են ուտում։ Так, ոնց էին, որ ես իրոք միշտ Սենց, դժվարում եմ։ այսպես դնում ես ասել։ Մա ինձ արմանը վերջապես Նայ, սիստեմա։ դրեցի այստեղ։ Ոնց էս գրիչը սենց բռնում գրելու, չէ՞, դնում այս փոսի մեջ։ Հիմա այտենց դիր են գրիչին որ պիտի դնես։ Մի հատ դրեցի այսենց։ Այս դրիլ եմ որ պիտի գրիչը ոնց բռնես, այդ տիպյալում, բայց այստեղ վերևից ես բռնում։ Հիմա բերեցիր ես երկրորդը, դրեցիր սենց այս բութմատով, այս մատով էլ երկրորդը բռնեցիր։ Ու սկսում ես իրան աշխատացնել, էլի։
Դեմա արդեն դու ստե պետք է մի քիչ շարժես այս մասում տենաս որ դեից է քեզ։ Հարմարվում բռնելը ու դառնում է 1-2 սովորական բան արդեն հետո են որ նոր է սկսում սովորել ստից տուն 2 հատ ինչ մատիտ ընկնում է ձեռը սկսում ես ամեն ինչի վրա փորձարկել Հասկացա։ ու դառնում է սուշի։ Հիմա որից սկսենք։ Դե դավայ փորձի դու որն ես երևի ինձ թվում է ավելի շատ ես հումձկները դրսից որ շատ ինքը սենց բաց չմնա հումձուկա կարանք իրանից։ Ես հիմա իմ համար հիմա շատ կարևոր է։ Մաստեր կարևորն է, ամենակարևոր բաներից սկսում ես, դե սուշին որ վերցի պետք է չփշրվի, այսինքն։ Ես պոկեցի։ Բրինձի ձիգությունը այդ արդեն կարևոր է։ Ես արդեն պոկեցի։ Ինքը սենց լավ մնացել է իր ֆորմով, սաղ բայլը, այս արդեն լավ է։ Ես դե բրինձ ունեի մնացած, բայց ես ձկան համը բանը իմ համար շատ բան է։ Դա օրինակ է դեպի լավ, գիտես խի։ Ձուկը լավն է, ձուկը թարմ է։ Ես էի ուզում ասել։ Մի քիչ ճիշտ է, դե բրինձն էլ հենց սպասում եմ նորից փոխեմ։ Բրինձը լավ տեքստուրա ունի, կպած է լավ, այդ այսօրինա մի քիչ բանը մեջ էս խրուստյաշի թարմ վարունգ է, հա, երևի էդ էլ իր ասվեժի համլավն է մի քիչ խախտրություն առամ, այդ չհասկացեց սոյայի մեջից եկավ, թե իրա մեջ ինչ-որ քաղցր բան կար, սենց քաղցր բան կար մեջը կամ ես եմ վերջերս շաքարին հետ սովորեմ, շուտ քաղցր թված, բայց ընդհանուր նայ, հիմա տես, սենց այն որ անում ես սոյայի մեջ հանում ես, մեկը փշրվում թափում է, չէ՞, սուշին։ Ոնց կա տես մնացել էսի արդեն որակի մասին է խոսում, որ թարմ պրոդուկտներով ձիգ ճիշտ հավաքած է։ Ոնց որ զարմացնում են, հա, մեր պրայմ սուշին։ Թունա։ Իմ համար թունան շատ։ Իսկ պրայմ սուշին չի պատրաստվում տեղ ունենա բացի որտեղ չգիտեմ, բայց պետք է բացի առաքումից կարողանանք գնանք, հաճելի նստենք, ժամանակ անցկացնենք, փորձենք։ Ինձ իրականում ով որ խորհուրդ տվեց, ասաց իրենք առաքում ունեն։ Ինձ թվում է երևի ժամանակի ընթացքում կգան նրան, որ կհասկանան սենց որակով սնունդ տալուց երևի տեղեր պետք է ունենան, որ մարդիկ գնան նստեն։ Ինչ թարմաձկներ։ Նայ, հիմա ես մի բան ասեմ քեզ, դու իմանաս։ Սաղմուն Հայաստան թարմ գալիս է։ Թարմ ասելով ֆիրմաներ կան, որ բերում են սառույցի վրա, այտենց հատուկ պայմաններով, սենց։ Թունան 90%-ը բերում է սառեցրած վիճակում։ Բայց հիմա ես ես թունան որ ուտում եմ, ես թարմ բերած թունա կերել եմ իրականում։ Իմ ռեստորան ունեի, պրոյեկտ ունեի արած, տեղի սեփականատերերից մեկը ոնց որ բերեց, որ մի հատ արի իրար հետ թարմ թունա ուտենք։ Ես ոնց որ այդ թարմ թունան ուտեմ հիմա։ Անգերց ասում եմ, էլի։ Մենակ ինձ մի հատ բան այդակիր, այս քիմչի է, թե շիրաչա է։ Հիմա ես մի հատ կներեք Prime Sushi-ից ջան, ձեր այն որ ասում եմ չարչարանքը պետք է փչացնեմ։ Մի հատ էս թունան մենակ հանեմ այս սուշի վրից, մենակ թունայի համն եմ ուզում փորձեմ, մեկ էս կծում բան ավել նոր թա։ Այդ անցանք, հիմա ուզում եմ մի հատ մենակ թունան փորձեմ, այդ քո ասածի մեջ համոզվեմ, որտեղ շատ հետաքրքիր բան ասացիր, ես թունա շատ եմ սիրում, առավելևս Միացյալ Նահանգներում ապրոց շատ է այնտեղ ճանաչված, շատ տեղեր եմ կերել այսինքն դաժե խորովելից մի հատ տակածում ենք երեսը ու հում մեջը թողած կտրում ուտում էինք։ Ամենաշատը այն որ ռեր, ամենաշատը, բայց դաժե ջիլ չկա մեջ այն։ Չէ, շատ լավն է։ Բայց ես մի հատ էլ բան ասեմ, Լևոն, այլ պատահական եմ տեսել մի օր մի հատ տենց հետո ժամանակի ընթացքում տես ծանոթների ճապոնական ռեստորանում էլի տես ճանաչված այդ որ պատմում է Միացյալ Նահանգներում բան, դե միշտ պատկերացրենք այս թարմ, դրանք շատ ճանաչված սուշի ռեստորան են։ Մի օր տես ցույց էր տալիս բացատրում մեր ինձ արդեն են որ սիրում էինք սուշին, գնում էինք այդ $1000 սուշին ուտելու։ $18,000 հաշիվը հիշում եք, չէ։ Մի հատ գախնիկ կես ասում, գիտես որ այդ լավ ռեստորաններ սուշի ձուկը աղում են լավ, աղ։ Իրանք դնում են մառազիլնիկ։ Լուրջ։ Գիշերը մնում է սառում է, հանում հետ լվում էին սառացնում են, նոր սուշին կտրում սարքում են։ Այսինքն իրանք դրանով ինչ-որ տենց անտիբակտերիալ պրոցեդուրա են անում, աղի մեջ գիշերը թողում են սառնան, բակտերիաները վերացնում են, մաքրում են, հանում են, այսինքն ու ինչ-որ երկավազու չի։ Բայց դեպքում սաշիմի ոնց են անում։ Դե իրանք հետո սառած ձուկը չեն կտրում, իրանք թողում են ինքը հետա գալիս, նորից իրան, բայց իրանք մի գիշեր իրան տենց աղով սառացնում են, ինչ-որ process անցնում համ տենց ապահովության համար երևի պլյուս երևի կարող է բաներ կա չէ որ սառացնես հատուկ որ ճիշտ տեքստուրայով հետո արվի ես օրինակ չգիտեի զարմացած եմ միշտ իմացել ենք որ թարմ տենց գլուխը նավատալի կտրում են ու անում են այն որ ես եմ շատ տենց հնեցումներով մսեր անում սարքում ձուկ կենթաների ինչ որ կլինի բայց այն որ կոնկրետ սուշին անում են չգիտեի Էսի այս Prime ջան, գիտեմ, ուզում ես հաճախորդին ցույց տաս, որ մեջը կրիվետկա է, բայց այս պոչերը հանեք էլի, այս մի բանը, ձեզ չսազեց, որ պոչը մեջն է կրիվետկ են դրել,
Ոչ մեջն է, հա։ Ոչ մեջը։ Հա, լավ, ես բայց հասկանում եմ, ես ինչ արած։ Դե որ երևա որ կրիվետկա բաբոն չունի, էֆեկտը դրա մեջ է, բայց Ես գիտես ինչ արած։ Ինքը ռոլը բացած է։ Մեջտերինների պոչերը հանած է հաստատ։ ծերինը թողած էր։ Ծերը երկու հատ կրիվետկային թող է։ Այնտես փաթաթել էին, որ երևա։ Ինձ թվում է այդ է։ Համերը ընտիրա, ես չգիտեմ շատ հավանեցի, մնաց մի հատ տեսակել փորձեմ։ Մի քիչ տեղ անձնական կապրիզ է, ես այս բաները չեմ սիրում, ես որ սենց վրան է սոուսներ, բան են լցնում, ոնց որ սովորենք իրան, սոյայի մեջ, այդ իրա կլասիկ համերով, բայց դեսը նորություն է, փորձում ես, Դուք տեսականներն ես ասում, ես իմ։ Բայց համերը շատ լավն Ստեղ օրինակ ինչ ես նկատում։ Այսինքն Առաքումը արվե։ Հա, բայց ոչ մի չի քանդվում, մնացել է ձիգ, Ավոկադոն չի սևացել։ ավոկադոն չի սևացե։ Սոուսը Ունայի- դաժիրա էս լցրած տեքստուրա մնացել է։ Ունայի ինչ կայֆած բան արած դա։ Դե այդ առումով այդ եմ քեզ ասում, այսինքն ամեն ինչ արածա տենց լավ որակի է, հիմա կարող եմ ես քեզ մեծ բան ասեմ, դաժե կարող մտածում եմ, որտեղ այս տուփը որ եկավ, համինքը տակացած չէր, համ սուշի եմ, ես հիմա կարող է դաժե իրանք այն մակարդակի լինեն, իրենց ձեռագրից էր որ սարուց մարուց լինի առաքիչի տուփի մեջ միջև ստեղ հասնելը, տակը սարուցի վրա դրած լինի։ Կարող լինի։ Շատ հնարավոր է, իրանք արդեն չեն զարմացնի տենց մամուրան, որտեղ ամեն ինչը տենց ձեռագրի։ Չէ, աշարկել են, հա։ Բայց նստելու տեղ բացեք։ Դեվոն վերջինս թվում է իրական ձեռագիրը հենց էս էր, էս ճապոնական խոհանոցը, սուշին շատ բարձր մակարդակի, ողկընտիր ու ամենամյա հետաքրքիր բաներից ասեմ։ Միշտ որ գնում ես սուշի առնելու ժողովուրդ, նայեք, ռոլը որ բերում են կարող շատ համով լինի, հիմա էսի իմ մասնագիտական կողմից եմ խոսում, Օրինակ ինչ ասում։ ցանկացած բիզնեսի մեջ կա սպառողի հոգեբանություն, այսինքն վարկ, վարքագիծ, հոգեբանություն, ես եթե քեզ ուզում եմ սուշի ծախեմ, պետք է ինքը լավ լինի, պետք է ինքը սենց լինի, պետք է կարող լինի, այսինքն ես պետք է հասկանամ քո գնորդի հոգեբանությունը, որ համապատասխան նենց բան ստեղծեմ, որ դու գաս ձեռք բերես, այսինքն բիզնեսի մեջ դու նայում ես, ուսումնասիրում ես հաճախորդի գնորդի հոգեբանությունը։ Հիմա սուշի բաներից կարևոր մեկը, այն որ մարդը միշտ նայում է ռոլի չափսին, հաստությանը։ Բուջու ռոլա թե մեծ ռոլա, այսինքն կաչո մեկ բերում են նարդուքար ռոլերից, այս կտրտում են նարդուքարանում, որ համով բայց ասում սա ախպեր, դե լավ էսի համով էր, բայց քանդում։ հա, էսի չէր էս չարազը սենց քցիր բրծագուն ասում, մանկացին նենց չափսի են ընտիրեն, որ սենց այն նարդուքարի նայած ասում սա Էսի Այսի բանը սուշի չափս բերեք, էսի այն չափսից են, որ տենց էլի։ Ես մի բան ասեմ։ Պաշտոն մարդը երկու տեղ, մի հատ տեղ, էսել երկու հատ տեղ, դուրս եկավ այս շարքով մի ռոլ եղավ, որ մարդը կերանք, այն որ իրականում Շատ համով սուշին, որ մի հատ ռոլ ուտում ես շատ տեղեր, ասում ես մի հատ էլ բերեք, որ էսի այնքան ինքը սիթ էր, որ հետո բանը երկրորդը չես ուտի։ Հետո մի բան ասեմ, այն կատեգորիան էլ ես չեմ կարող ընդունել, որ ասում եմ։ Ոնց ես գիտես մոտ ինչ տեղ ունեմ։ Օրինակ սուշիի վրա ենք այսօր սուշիին ասեմ։ Բայց գիտես մոտ ինչ տեղ ունեմ, ճապոնացի է շեֆս։ Ես վստահ եմ, դաժե վստահ չասեմ, լավ, չէ, վստահ չասեմ, մտածում եմ, որ խոհարարը հայ է, բայց գրագետ է։ Տալանտ լիվի ազգենք։ Մեզ ճապոնացին պետք է ընդհանրապես որ ցույց տա ճիշտ սովորացնի մի անգամ։ Գերմանացին պետք է մի անգամ մեզ կյանքում պետք չի Հայաստանում գլուխ գովալ ասել ճապոնացին է կամ գերմանացին է։ Այսինքն մենք այնքան տալանտլիվի ժողովուրդ ենք, կլինի բիզնեսի մեջ, կլինի գիտության մեջ, կլինի ինչ ոլորտում ուզում լինի, այսինքն հայը որ ուզեցավ են որ իսկականից էլի հոգի դնի մի բանի մեջ որ անում է։ Մեզ նայ գնացել ենք հասել ենք Դուբայ հոգի ենք դրել։ Դե Չենք անում այդ ոլորտի մեջ, այսինքն ամեն մեկը իր ոլորտում։ Հիմա հայ խոհարները որ հետ գնացեն վետերոկի ժամանակվանից, հետո որ եկավ հասավ ժամանակակից, չէ, ոլորտը։ Հիմա քո սերունդը, քո պակալին ոնց սկսեց իր վրա աշխատել։ Ես հիշում եմ 2013-12 թվին, այն վաղ մեզ դες ոնց էին ներկայացնում։ Դե ես տենց տեղ աշխատել եմ, սիրելի հեռուստադիտող ջան, ասես պովերը սաղ, հələ արի լե։ Հիմա այդ հարգանքը բան շատ տենց բարձացել է։ Հեսա մեր շեֆին, մեր խոհարարին ասել։ Ապրես, շեֆ բառը չեն ուզում ասել, չէ։ Շեֆը մի հատ էր օբյեկտի տերն էր։ Զավոդի շեֆ։ Այո, շեֆը մի հատ էր օբյեկտի տերն էր, всё։ Հիմա շեֆա, լեվելը բարձացել է։ Դրա համար եմ ասում, այսինքն փոխվեց ու հիմա այդ ավելի ярկ է, այսինքն ճապոնացուն կարած բերես 10 հատ հայ նենց սովորացնի ճիշտ հայը նենց կսովորե որ հետո 10 հատ հայը 10000 ճապոնացու կսովորացնի հայկականից էլի մենք դե այդ առումով ժողովուրդ տենց ենք զա տեսնես հիմա կհամաձայնվի ցանկացած ոլորտում էլի վալի մի հատ նայ աշխարհում մենք հայերով ուրիշ ենք նենց որ սուշին պրոստը ուտելիք է ինչ ենք անում հաղորդման վերջում մենք հիմա դասավորենք սեղանը մի հատ իրար հետ շուտ դասավորեցինք սա այստեղ սա այստեղ բան չենք մոռացել չէ ոչ մի բան ուրեմն
Սնանք վերցնենք թող։ Այդ պետք չի, բայց էլի մալացեց։ Ձեռնոց է հիմա, ուղարկել են։ Ուղարկել են կարող այդ մարդ հետրոպետ չէր հասցնում լվացվեր։ Համաձայն եմ։ Ֆիգերա, բայց թաց սափեկալ որ ուղարկեն, երևի լավ կլիներ։ Ասացինք, մենակ ձեռնոցով չի։ Ինչ ենք արել։ Պատվերը գրանցել ենք Prime Sushi-ից, նորաբաց։ Ինչքան ժամանակ տևեց Լևոն որ առաքեցին։ Որ առաքեցին մոտավորապես պատվերից թեվելա, երբ որ եկանք ստուդիա, մեզ մոտ 20 րոպե, 25 րոպե տևի, միջոց խցանումները հաշվի առնելով, չգիտեմ տարածքով չգիտեմ որտեղ են իրան գտնվում, բայց միգուցե լոկացիա մոտիկ է մեզ, բայց օքեյ է իմ համար։ Պատվել ենք Prime Sushi-ից, նորաբաց, ինձ իր մասին էլի եմ ասում շատ էին պատմել, իսկ որտեղի մասին ինձ շատ են պատմում, ես այդտեղից պատվեր եմ անում։ Արմանը շատ մեծ տենց ուտելիքի սիրահար էր, դրա համար ես որոշել էի, որ հենց երբ որ ինքը լինի իմ հյուրը, այդ օրը այդտեղից պատվիրեմ։ Արի սկսենք պիցայից։ Այմա գնահատելով գնանք, հա։ Գնացինք պիցան։ Պիցան գնահատեցի 8։ 10-ից 8։ Ես 10-ից 10։ Այդ տարբերությունները մեր կա։ Վոկը 10-ից 10 գնահատում։ Ես էլ եմ 10-ից 10 ասում։ Սալատը ասում եմ 10-ից 7, որովհետև ես անկեղծ եմ։ Արմանը Սալատը ես ասում եմ տենց կամ մի արեք սենց, կամ անելուց ճիշտ արեք։ Եթե ձեր բանը չի դուք այս խոհանոցի մեջ այն որ լիդեր եք։ Արեք ճապոնական սալատ, մի արեք ցեզեր, եթե պիտի սենց անեք։ Okay, հաշվի առեք։ Սալատը դու չես ասում։ Ես սալատը Արմանը սալատը չի ասում։ Ես սուշին ես իմ նոր սովորած փայտիկները բռնելու ձևով ես սուշին գնահատում եմ 10-ից 100 իմ համար։ Լուրջ եմ ասում, ինձ համար չկար մի հատ կիքս իրա վրա։ Ես էլ երևի։ Բացի սկրիվետկի պոչերը կոստես, բայց ես հասկանում եմ։ Դա իրաց որ։ Դա իրանց բանն է, ձեռն է։ Եկեղեցու թեն որ մի բան պետք է փորփրենք, այն որ էլ բան Այլ էս սկրիվետկի պոչը խի։ Այս սուշին անեկդոտ է ժորտ, այնքան լավն էր որ բան չկար էլ վրան բռնել փորփրելու։ Կպանք է սկրիվետկի պոչը աշխարհ պոչին, որը դեկորացիայի համար էր դրած։ Համաձայն եմ։ Իրականում սուշին Լևոնի ասած 10-ից 100 էր, հոյակապ սուշեր, միանշանակ ես հիմա արդեն Հա, բայց Prime-ի հաջողորդ եմ դառնում։ Համով կերել ենք, մոռացել ենք։ Իմ մոտ մնացել է։ Ո՞նց սրային չենք արել։ Ովքցել եմ, մոռացել ենք ես։ Էս էլ է 10-ից 10 են որ 10-ից 11 էր որտեղ նորություն էր, այդ մեկն էլ նորության համար։ Կերել էինք, տուփը գցել էի։ Արմանը կերը վերջացել է, ես հենց մի ճուն էի։ Լավա աշկես անգավ Բայց տեսա։ նկատել ես միակ բանը որ համերա կերը վերջացրել ենք։ Դե հա, ես միջոց շոտ քիչ եմ ուտում, որովհետև ես որոշել եմ մեր մյուզ եթերաշրջանին հաղորդման սկսեմ երևի առողջ սնունդից սկսեմ, որովհետև քաշը շատանում է այս նկարաններից հետո։ Ճիշտ է։ Ընդհանուր Prime Sushi ես անկեղծ ասում եմ նորաբաց է, ես սիրում եմ գոլեգաներից ոգևորել, ես սիրում եմ իրանց համար միշտ տենց դուխ տամ, բայց շեշտում եմ, գնահատում եմ ընդհանուր Prime Sushi-ին, ընդհանուր բրենդինգով, առաքումով, համով, ամեն ինչով, աղցանը հաշվի չենք առնում, գնահատում եմ 10-ից 10, բայց բան եմ խնդրում։ Հաշվեք գնահատել եմ 10-ից 9, այն մի հատը, ուզում եմ որ դուք ավելի փորձեք կատարելագործվել, միշտ պետքա ձգտել առաջ, եթե սա ձերը չի ոնց որ Արման ասեց, մի արեք, հանեք իրան մի հատ իրա տեղը սենց այն ուտելիքներից դրեք, սենց ճուպճուպալով ուտում են, որ սենց չգիտեմ, այդ ոնց են անում։ Այդպես ինչ որ մի բան դրեք, գոնե իմանանք իրանցն է, բայց իրան հանում ենք, ես ասում եմ 10-ից 10, բայց հաշվեք ասել եմ 10-ից 9։ Այդտեղ ինչի եմ ասում, որ առաջ գնաք, նոր եք բացվել, բարելավեք, զարգանակ ու դառնաք ցած, եկե նստելու տեղ լինի, էլի։ Նստելու տեղն հաջողով գանք Prime Sushi ջան, ես էլ ձեզ իմ տեսանկյունից, իմ փորձից, իմ մասնագիտությունից եմ ասում, բիզնեսի տեսանկյունից, շատ լավ է ճիշտ բռնել եք ձեր ֆորմատը, մանր բաներ կա, որ կարիք չունեք անելու, Լևոն ջան մտեն շիշը տուր։ Օրինակ նայեք, սա ասենք լավ լուծում է, որը ձեզ շատերից մի քայլ առաջ կգցի սրա համար, որտեղ տեղեր կա միջև հիմա այս համարներով են սոյա սոուսը տալիս, բացելուց կեսը թափում է, բայց ավելնորդ բաներ մի արեք, ավելնորդ ծախսեր մի արեք, ձեր բրենդը որակի հաշվին է առաջ գնալու։ Ավելորդ ծախսը սա է։ Պիցայի հետ կետչուպ մի դրեք, իտալացի կնեղանան ձեզանից։ Համաձայն եմ։ Այդ ծախսը դրանելու տեղը թաց սաֆետ կա կուղարկեք մյուս անգամ մեզ, այսինքն Բրենդավորված։ ես իրանց սնունդի համար տալիս եմ չաշված դե պիցան լավն էր, բայց ես այնց տեղ եմ տալի ավելի մի քիչ իրանց գնալու առաջ, որ կարող է մեր սխալն էր որ բեկոնով ենք զարգացվել, դրա համար համընտրեց։ Մյուսը հաջորդը ուրիշ գնայինք։ Դենց որ բայց էլի պիցան բարձր են գնահատել, այս սրա մասին խոսք չկա, արեք այն ինչ որ լավ եք անում,
այն սալաթը ընդհանրապես կարակ հանեք ձեր մենյուից կամ մտածեք ուրիշ տարբերակ Փոփոխեք, հա, այդ կլյարի մեջի հավը դրեք վրան մոտ եսի արեխվի սոուս լցրեք ուղարկեք տենց մի բան ուտենք փորձենք նորություն ցեզար ամենտեղ կա բիզնեսում միշտ պարտադիր չի այն որ եթե ճանաչված է մի բանով պոպուլյարն է դուք ասիական ֆորմատում բերեք ցեզար սալատ մցնեք այսինքն մակդոնալդսը սուշի չի ծախում ինչքան էլ դնի կծախվի չէ ինքը ուժը բայց արի ասենք դեռ դրա համար չէ ուզում այն ինչ որ իրանք լավ անում են իդեալականա ընտիրա ես ձեր հաճախորդն եմ դառնալու այսինքն որակով ուժեղ բաներ արեք որ տարբերվեք ձեր բիզնեսին էլ մեծ հաջողություն ես էլ եմ Արմանի հետ համաձայն իսկ ես չեմ ուզում մոռանանք որ մեր հաղորդման վերջում միշտ ես հիշեցնում եմ մեր հովանավորի մասին մեր հովանավորը Fnet Telecom-ն է, որը գիտեք արդեն շատ եք լսել ինձնից, որ շատ հետաքրքիր ու տարբեր բաներ ունի, ամենայիմ սիրելի ու կարևոր բանը, որ ունի անխափան ինտերնետ, ունի կարևոր բաներից cloud-ային սերվերներ, տեսախցիկների եւ այն որ զանգում ես օպերատորի հետ խոսելու, ասենց ժամերով չես սպասում։ Շուտով ձեզ կպատասխանի մեր օպերատորը։ Մենք այս բանին չունենք ազատ օպերատոր, իրանք մաքսիմալ փորձում են արագ պատասխանեն, իսկ Fnet-ին միանալու համար շատ բան հարկավոր չէ։ Ուղղակի պետք է կամ զանգարել նշված հեռախոսահամարով կամ մուտք գործել fnet.am կայք։ Իսկ իմ հյուրներ էլի հիշացնեմ Արմանը Ղազարյան, բազմաֆունկցիոնալ, հետարքիր գործերով զբաղվող մի հատ sense հրաշք մարդ։ Արմեն ջան, շնորհակալ եմ, որ չմերժեցիր, եկար։ Ժամանակ տրամադրեցիր, այդ 27 հոկանոց բերածությունը թողեցիր այդ մարդկանց Սովասարան դու եկար իմ հետ նստեցիր հաց ուտելու, սուշի ուտել։ Իդեպ մի հատ բան ասեմ, հովանավորից խոսացիր, ձեր հովանավորի ամենամեծ այնց յուրատուկ պրոյեկտներից մեկը գիտես որն է։ Դες լեսը որ Հայաստանի հին շենքերին sense մոդեռն տեսք են տալի, որ գալիս դրան մոտ մեկը դեմքիդ նայում դուրը բացում է մուտքի։ Հա։ Բայց այդ Fnet-ի պրոդուկտն է։ Միակ ու շատ զարմանալի է, այսքան մենք դրսերում Դուբայ մյուստեղ ուրախել ենք, տենց բան չկա, այս պրոդուկտը, այսինքն այդ դոմոֆոնների շենքերը զարմացնում է, հետից թվակիցները որ նայում են, այս Հայաստանում էսի ժամանակակից տեխնոլոգիաներ է։ Դաժե ինչ որ գիտեմ, որ զապիսել է անում մեջը, ու այդ տարածքում այդ մուտքի մոտ ինչքան բան, որ դեպք բան լինի, Աստված չանի, ինքը այդ դեպքը բանում է։ Հեռախոսով հարմար, Դուբայից նստած բացում ենք ստեղ մեր բազեստի դու կամ միասին նայում ենք ինչ կա մեր բակում։ Բակում հետ նայում է կարորդս առնեմ։ Դե Fnet-ին էլի շնորհակալություն, Արմանն էլ շնորհակալություն, իսկ մենք կհանդիպենք, երբ որ կհանդիպենք։ Հաջորդ եթերաշրջանում։ Այո։